Փաշինյանի Ավտոշարասյան մասնակցությամբ այս ողբերգական վրաերթից մահացած հղի կնոջ Սոնայի ընտանիքը 4 տարի անց դեռ արդարադատության իրականացմանն է սպասում։ Ոչ մի իրավական հետևանք չի եղել ու որ նաև շատ կարևոր է, ոչ մի բարոյական պատասխանատվություն ոչ ոք չի կրել։ Վրաերթից հետո Փաշինյանի Ավտոշարասյունը շարունակել էր սլանալ նույն արագությամբ առանց կանգնելու ու հարվածից գետնին ընկած հղի կնոջը օգնություն ցույց տալու։ Սոնայի ու նրա դեռ չծնված երեխայի մահվան համար վրաերթից 3 տարի անց մեղավոր ճանաչվեց ու 1 տարի 6 ամսով ազատազրկման դատապարտվեց միայն Փաշինյանին ուղեկցող Ավտոշարասյան առաջին մեքենայի վարորդը, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը։ Նա սակայն ազատության մեջ է, վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, երկու կողմերն էլ բողոքարկել են այն։ Դեպքից հետո Նավասարդյանը ոչ մի օր կալանքի տակ չի անցկացրել, ավելին մինչև հիմա շարունակում է նույն աշխատանքը։ Սա ինչ ուղերձ է մեր հասարակությանը։ Այս Սոնայի մասին չի մենակ, այս նաև մեր բոլորի անվտանգության մասին է։ Այսինքն ոչ մի գարանտիա չկա, որ մենք եթե դուրս գանք փողոց, եթե նմանատիպ ինչ-որ բան կրկնվի ու ես համոզված եմ, որ եթե ոչ մի բան չի փոփոխվել ու ոչ մի մարդ պատասխանատվություն չի կրել, դա նշանակում է, որ դա կարող է նաև կրկնվել։ Բացի այն, որ Սոնայի ընտանիքը Արամ Նավասարդյանի համար ավելի խիստ առնվազն 4 տարվա ազատազրկում է պահանջում, ակնկալում է նաև, որ պատահարի համար մյուս մեղավորները նույնպես պատժվեն։ Մենք սպասում ենք, որ ցածր օղակից սկսած մինչև ամենավերին օղակը, որ բոլորը պատասխանատվությունը կրեն եւ ըստ օրենքի սահմանի բնականաբար նաև պատժվեն դրա համար։ Դեպքից հետո Ավտոշարասյան մեքենաների մեջ եղած ռադիոկապի ձայնագրությունների անհետանալը ընտանիքին հիմք է տալիս մտածելու, որ Նավասարդյանը միակ մեղավորը չէ։ Քանի որ փորձ է արվել այդ փաստերը թաքցնել, դա նշանակում է, որ այդտեղ մեկից ավել մարդ է մեղավոր։ Սոնայի մահվան գործն այժմ վերաքննիչ դատարանում է, արդեն 5 նիստ է կայացել։ Սպասվում է, որ մայիսի 18-ին դատարանը կհրապարակի որոշումը։ Սոնայի մահվան համար արդարադատություն են պահանջում ոչ միայն նրա հարազատները։ Մահվան տարելիցի օրը 3 քաղաքացիները նրա ու նրա դեռ չծնված փոքրիկի հիշատակին ծաղիկներ էին տարել պարոնյան Լեո Խաչմերուկ։ Անպատժելիություն է սա, համակարգային անպատժելիություն է եւ անհնար է սրա հետ համագերվել։ Սոնայի մահվան 4-րդ տարելիցի առիթով տեղի ունեցածի պատճառների ու չկայացած արդարադատության շուրջ այսօր քննարկում էր կազմակերպել նաև քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանն ասում է, Շարասյան անցնելուց առաջ Խաչմերուկը պատշաճ չի կարգավորվել, ինչը կարող էր կանխել նման ողբերգական պատահարը։ Երբ որ պետք է վարչապետի Շարասյանը մեկնել եւ մեքենա է մտնում, որը մի կերպ է, այսպես ճողոբրում վթարային իրավիճակից, եւ մեքենա է մտնում եւ հետիոտն է մտնում, այսինքն Փաստաբանը նշում է, գործի նյութերով չի հիմնավորվել քարոզչական այն թեզը, թե ուղեկցող ոստիկանը Սոնային Խաչմերուկ չմտնելու հստակ պահանջ է ներկայացրել։ Կենտրոնի մասնագետները նշում են, Սոնայի հետ պատահածը համակարգային լուրջ խնդրի հետևանք է, մինչև այդ էլ ու դրանից հետո էլ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ վարչապետի Շարասյանը կամ որևէ պաշտոնյայի ծառայողական մեքենաները վթարի պատճառ են դարձել կամ վտանգավոր իրավիճակներ ստեղծել։ 19 թվականին Ամիրյանի վրա ուղեկցող Շարասյան ուղեկցող այսպես մեքենաները կտրուկ շրջադարձ են կատարում հոց գծով 21 թվականի մայիսին վթարն է եղել կրկին Շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ Վազգեն Սարգսյան եւ Խորենացի Խաչմերուկում, որի արդյունքում վիրավորներ են եղել եւ մեկը բավականին ծանր վիրավորում է ստացել, ինչ որ կարծեմ երկար բուժվել են։ Կարին Տոնոյանի տեղադրած տեսանյութում, ինչպես իրենք, եթե չեմ սխալվում, Սյունիք էին գնում, այդ ճանապարհին են հանդիպակաց դուրս գալիս այդպես կատաղի արագությամբ։ Կենտրոնի մասնագետները հատուկ զեկույց են պատրաստելու փաստերով նման 17 դեպք արձանագրել, երբ Շարասյան արագ վարելու եւ երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդկանց կյանքեր են վտանգի ենթարկվել։